Մեկ տարուց ավելի է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերին խաղալու մարզվելու հնարավորություն ունեն։ Մասնաշենքը ավելի քան 10 տարի կիսավեր վիճակում է եղել, չի օգտագործվել մի քանի սերունդ, դպրոցն ավարտել է այդպես էլ ֆիզկուլ դահլիճի մասին երազելով։ Այսօր շատ քիչ դպրոցներ կան, որ կարող են ասել, որ իրենց ֆիզկուլտուրայի դասերը տեսականից բացի նաև գործնականում արվում է սպորտ դահլիճներում, մենք անում ենք այդ դասերը եւ աշակերտները շատ գոհ են։ Մարզադահլիճը հիմնանորոգվել է Կառավարության ու Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով պետբյուջեից հատկացումներն ուղղվել են նաև հուշարձան շենքի մեկ այլ հատվածի վերականգնմանը։ Տասնամյակների չարչարանքից, գրելուց, թիմելուց հետո էր, որ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի շենքը 1916-ին է կառուցվել նախ որպես առանձնատուն, հետո որփանոց է եղել։ Միայն 20 տարի անց սկսել է գործել որպես ուսումնական հաստատություն։ Կառույցը ճարտարապետական մի կարևոր առանձնահատկություն ունի, որ սերունդներն ուղղակի պարտավոր են պահպանել։ Փայտե շքեղ պատշգամբն է։ Մինչև անցած տարի պատշգամբը շատ ահավոր վիճակի մեջ էր։ Նույնիսկ արդեն վտանգ կար, որ քայլելու ընթացքում աշակերտները կարող են, ասենք, վնասվել, որովհետև ծառայում է պատշգամբը նաև մասնաշենքերը իրար միացնող միջանցք որպես։ Պատշգամբը վերանորոգվել է պահպանելով նախկին տեսքը, փոխվել են հենասյուները, հատակը, որ դարձյալ փայտից է, կառուցել են նոր ճաղավանդակներ ու աստիճաններ։ Պատշգամբի ու մարզադահլիճի նորոգման համար ծախսել են մոտ 53 միլիոն դրամ։ Փայտե պատշգամբներն, ասես Գյումրվա ճարտարապետության յուրօրինակ դիմագիծն են դարձել։ Մի այդպիսի շքեղ տեսարան էլ Ասլամազյան քույրերի պատկերասրահն ունի, 1800-ականների շենք է, խորհրդային տարիներին ձևափոխվել, դարձել է խանութ, հետո բնակ տարածք։ Երկրաշարժին 80-ականներին շենքը բավականին վնասված է եղել, 2000-ականներին լիսի հիմնադրամով վերականգնվել է, հատվածներ կար, որ փլված է եղել, պահպանման հետ կապված խնդիրներ են ունեցել եւ ամբողջը վնասվել էր, փտել էր, ընդհանրապես այցելուների համար վտանգավոր էր։ Հանրապետության երկրորդ քաղաք եկող զբոսաշրջիկների այցելվող վայրերից է, հաճախ գալիս են ուղղակի ճարտարապետական տեսքով զմայլվելու։ Պատշգամբը սուբվենցիոն ծրագրով է վերականգնվել, արժեքը ավելի քան 13 միլիոն դրամ է։ Այս ողջ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի Գյումրիում իրականացվել են շուրջ 11 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով աշխատանքներ, այդ թվում պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է շուրջ 5.4 միլիարդ դրամ։ Այս ծրագրերի շրջանակներում նաև իրականացվել են մշակութային շենքշինությունների հիմնանորոգման վերանորոգման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 144 միլիոն դրամ։ Սուբվենցիոն ծրագրով են նորոգման աշխատանքներ իրականացվել նաև Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Մարզի միակ տիկնիկայինը հիմա ավելի բարեկարգ տեսք ունի։ Առաջին հարկում ֆոյեի հատվածում հատակն է հիմնովին վերակառուցվել, միջանցքի հատվածը էլի հատակը ու ամբողջապես երկրորդ հարկի հատվածը։ Հենց աստիճաններից սկսած վերափոխվել է, կառուցվել է։ Նորոգման շնորհիվ թատրոնը նաև նոր դահլիճ ունի, մի քանի նոր տարածք էլ կծառայեն որպես տիկնիկների նորոգման ու զգեստավորման պահման սենյակներ։ Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորումը ավելի քան 55 միլիոն դրամ է։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսում է եւ կիրականացվեն երիտասարդական պալատի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը նույնպես հիմնանորոգվելու է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 84 միլիոն դրամ։ Մշակութային կառույցների նորոգման նպատակով պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նաև հրատապ անհետաձգելի ծրագրերին։ Կառավարության որոշմամբ ավելի քան 34 միլիոն դրամ է ուղղվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի արտաքին պատուհանների փոխարինմանը։